Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Հրաչ Մուրադյանի կինը Անաշեն ամուսնու հետ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոսել է վերջին օրերի իր հոգեվիճակի մասին։ Տեսանյութում նա նշել է, որ պատրաստվում է այցելել Խորեն Լևոնյանի ներկայացմանը, շեշտելով, որ ցանկանում է լինել այնտեղ եւ ուժեղ ծափահարություններով աջակցել դերասանին։ Միևնույն ժամանակ նա անկեղծորեն խոստովանել է, որ վերջին օրերին ծանր հոգեվիճակում էր, նշելով հետևյալը. 2 օր դեպրեսիայի մեջ էի։ Պատճառը ընկերներից մեկի Լևոն Տեր-Պետրոսյանի մահն է, որը նրա խոսքով մեծ ազդեցություն է թողել իր վրա։ Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացավ 45 տարեկան հասակում մի քանի ամիս պայքարելով քաղցկեղի դեմ։ Իսկ մենք ներկայացնում ենք Անաշեի եւ Հրաչ Մուրադյանի համատեղ տեսանյութը։ Happy Friday everyone. Բարև։ Շատ խնդալ, չգիտեմ ինչ ես նկարում։ Քեզ եմ նկարում։ Նոր միա դուբլ էր նկարում, վախեցան ես գոռած։ Այո, because I'm loud. Բայց երկու դեպրեսիայի մեջ եմ եղել, ոչինչ, եւ այսօր Friday night-ը, ես սիրում եմ Friday night, սիրում եմ որ դուրս կամ, այսօր հրավիրված ենք Խորեն Լևոնյանի ներկայացմանը, կարծեմ երկու ներկայացումը, անցյալ անգամ ովքեր որ եղել են շատ են պատմել եւ Տիգրանին Վիրաբյան, ճիշտ է ասեմ, Տիգրանին շնորհակալություն հրավերքի համար։ Եթե ուզում եք միացեք մեզ, մնացեք մեզ հետ։ Մինչև տեղ հասնենք ինչի համար էր դեպրեսիայի մեջ, դա կարող է պատմես։ Այո, կպատմեմ, իսկ հիմա բոլորը շատ լավ գիտեն, որ մենք կորցրել ենք մեր շատ լավ ընկերոջը Լևոն Տեր-Պետրոսյանին, եւ այդպես։ Դրա համար հիմա ուզում եմ որ լիքը բարձր գոռամ, ծափարեմ իմ ընկերներին, ովքեր որ բեմում են, իմիջայլոց Խորենը, ես եւ Արչին եղել ենք նույն ինստիտուտից, թատրական ինստիտուտից ենք եւ իրանք մեծ են եղել եւ ես եղել եմ Թերանից եկած գիժեղջիկը, մնացեք մեզ հետ, եյ։ Մենք էլ Չարբախից գիժ տղեն։ Համել մոռացա ասեմ, ամեն մի անգամ ասել եմ, բայց ուզում եմ հիշացնեմ, որ Արչին ունի, traffic-ը նայի։ Արչին ունի մի բան ունի։ Արչին ունի նոր հաղորդում, ես ասել եմ ձեզ բոլորիդ, ինքը չի խոսում դրա մասին, խեսքան համես դու։ Իրականում այսօր կխոսամ դրա մասին, չեմ սիրում բան անեմ, բայց ուզում էի տեսնել ոնց է ընդունում ժողովուրդը, շատ ուրախ եմ, որ սիրել եք։ Վարդանին արդեն 100 քանի հազար է դիտումը, ու այսօր քանի որ թվերով են չափում, այլ ոչ թե հետաքրքրությամբ նախագիծը, ստիպված եմ ես այդ թվերով չափեմ, բայց Ամալայինն է այսօր դուրս եկել, շատ սիրուն ինտերվյու է իր ու մամայի հետ, նայեք, ինձ կարծիքը ձեր հետաքրքիր է, նոր ենք սկսում, բայց իմ համար ավելի կարևոր է իմ երեխեքը, այսինքն իմ թիմի ժողովուրդը, որովհետև իրանք էլ նոր բան են անում, մենք բոլորս ոնց որ նոր ինչ որ գծի վրա ենք, նոր հետաքրքրություն է, չենք սառում, հլնայի ինչ բան ա եղել։ Ասում է, մի խոսքով երեխեքիս մերսի, շատ ուրախ եմ, որ այս ինչ շատ եք տենց բզել, որ այս նախագիծը անենք։ Էս էլ 134-ի վրա է։ Նա ինչ։ Oh my god։ Հուսով եմ, որ ոչ մի շատ վատ Հուսով բան եմ չի ես եղել։ էլ բոլորը ողջ առողջ են այս բանից, պատմությունից հետո։ Այս դերիվ նորա։ Մի խոսքով նայեք Անար ջան, մի հատ հիմա կարող եմ մենք էլ մասնակից ունենք, եթե այդ ձերը չքաշեք։ Մի խոսքով նայեք բաց սիրտդ Հրաչ Մուրադյանի հետ։ Համե դե վերջացանց է կսովորեն բոլորը, որ երկու տայով չի լինում, դե լինում է բաց սիրտդ։ Ծնունդը դ սխարն։ Համե դե վերջացանց է կսովորեն բոլորը, որ երկու տայով չի լինում, դե լինում է բաց սիրտդ։ Ծնունդը դ սխարնացիա։ Okay, հայերենի դասերը լանդկացրեցինք, traffic էլ տեսանք, ամեն ինչ էլ տեսանք, depression, ուրախություն, ամեն ինչը, դասիկ գնացինք, մնացեք մեր հետ։ Դերասան եւ հումորիստ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահը հանրության համար շոկային էր, ինչպես նաեւ նրա ընկերների համար։ Դերասանը կյանքի իր ամենածանր օրերին Հայաստանում էր ու ոչ միայնակ։ Նրա կողքին էին այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել էին նրա կյանքի ստեղծագործական եւ ընկերության անբաժան մասը։ Մտերիմ ընկերներն ու արվեստագետները, գործընկերները։
Դավիթ Թովմասյանը, Գոր Կիրակոսյանը, Արտակ Հովսեփյանը, Արամեն Պետրին, Ռաֆայել Երանոսյանը, ինչպես նաև Վիտամին ակումբի անդամները։ Վերջին օրերին նրա կողքին մշտապես եղել են նաև կինը և եղբայրը, չհեռանալով նրա կողքից նույնիսկ ամենածանր պահերին։ Նրա մայրը կարողացել է հասնել Հայաստան կյանքի վերջին շաբաթում, այդ օրերը անցկացնելով որդու հետ, լցված սիրով, ներկայությամբ ու հուզիչ հրաժեշտով։ Եվ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերներին մնում է գրառումներ կատարել ու մեծ ցավ արտահայտել նրա կորստի մասին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը իր սոցիալական էջերում հրապարակել է 3 անժամանակ կյանքից հեռացած հումորիստ և արտիստ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարն ու գրել հետևյալը. «Լույսերի մեջ մնաս, Լևոն ջան»։ Իսկ մենք հավելենք, որ հայ հայտնիներից շատերն անդրադարձել էին թեմային ու իրենց ցավակցական խոսքը ուղղել Լևոնի ընտանիքի անդամներին։ Դերասանուհի Աննա Մանուչարյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան հանգամանքին և գրել հետևյալը. «Հանգչիր խաղաղությամբ, բարի հսկա, լուսավոր մարդ, լույսերի մեջ մնաս, գժվել կարելի է, Լյով ջան, սիրտս կպայթի, Աստված իմ, վաղ Լյով ջան, այսքան պարզ, այսքան իսկական, այսքան ընկեր, բաբախող մեծ սիրտ ես եղել բոլորիս համար, տեղս չեմ գտնում», գրել էր Աննա Մանուչարյանը։ Star News-ը մեծ ցավով արդեն տեղեկացրել է հումորիստ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն էր, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Վերջին ժամերի ընթացքում համացանցում կայծակնային արագությամբ տարածվեցին Լևոնի մասնակցությամբ տարբեր հրապարակումներ, ու մեկ բան հստակ է՝ նրա մարդ տեսակը հիշվելու է դեռ շատ երկար տարիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1981 թվականին Երևանում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հայաստանից, սկզբում Ռուսաստան, ապա Կանադա, իսկ 14 տարեկանում վերջնականապես հաստատվել են Միացյալ Նահանգներում։ Լևոնն իր կյանքը կառուցել է Գլենդելում, որտեղ էլ ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը։ Սակայն բեմից դուրս նա առավել մեծ նվիրվածությամբ մարդ էր, սիրող ամուսին, հոգատար որդի, ընկեր, եղբայր և հայր։ Նա իր հետևում թողել է կնոջն ու 2 անչափահաս որդիներին, ովքեր 14 և 7 տարեկան են, որոնք եղել են նրա կյանքի կենտրոնը և պայքարի գլխավոր ուժը նույնիսկ ամենադժվար օրերին։ Նրա ընկերներն արդեն ցավակցական գրառումներ են կատարել սոցիալական հարթակներում, կիսվելով հումորիստի մասին ջերմ հիշողություններով։ Ըստ համացանցում տարածված լուրերի, Լևոնի մահվան պատճառ դարձել է քաղցկեղը։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Հաջորդող ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Հավելենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան մասին գուժը հայտնել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր սոցիալական էջերում համատեղ լուսանկար հրապարակելով և գրելով հետևյալը. «Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան», գրել է նա։ Իսկ Star News-ը իր ցավակցությունն է հղում ընտանիքի անդամներին, ինչպես նաև հարազատներին ու ընկերներին։ Հավելենք նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի է մի շարք հեռուստանախագծերից։ Նա նկարահանվել է նաև «Ազնիվ գողեր» գեղարվեստական ֆիլմում։